Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Միքայել Սրբազանը վերադարձավ Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդը դուրս է գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից։ Լրագրողների հարցին, թե ինչպես է նրա ինքնազգացողությունը, պատասխանել է հոյակապ։ Ինչպես եք Սրբազան։ Հարկ Սրբազանին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց։ Նիկոլ Փաշինյանն ավարտել է Հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումը և հավատացրել, թե Հայաստանն այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ է։ Ավարտեցի Հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը։ Սերտել պատմության դասերը, դա ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ, և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք։ Լավ եղեք։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը հակադարձել է քաղաքացիական պայմանագրին։ Նախկին պատգամավորը Facebook-ում գրում է. ի պատասխան Արսեն Թորոսյանի և ԿՊԱ-կան որոշ դեմքերի ջղաձգությունների, իսկ ինչպես է կոչվում քաղաքացիական պայմանագիր պլյուս Ֆիդանի աջակցություն, պլյուս Թուրքիայի և Ադրբեջանի տրված անխոչնդոտ ճանապարհ, պլյուս Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք, պլյուս կորսված Արցախ, պլյուս 5000 զոհ համադրությունը, ու ինչպես են կոչվում դրանից հետո Ալիևին ուղղված հրապարակային ստորացուցիչ շնորհակալությունները։ Իհարկե, հաշվի առնելով հանրության պառակտման, նույնիսկ սեփական եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, բնական է, որ հանրային համերաշխության և միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի և անընդունելի լինեին։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին անցկացրել են Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն անվանումով զորավարժություններ։ Զորախաղերի նպատակն է գնահատել կորպուսի ռազմածովային ուժերի գործառնական պատրաստվածությունը, վերանայել անվտանգության ծրագրերը և մարտական սցենարները, նաև պատրաստվել Հորմուզի նեղուցում հնարավոր սպառնալիքներին։ Երբեմն աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որն այնպես կտապալի նրան, որ այլևս ոտքի չի կանգնի, ասել է Ալի Խամենեին։ Նրանք ամերիկացիները անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավեր ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը իջեցնել ծովի հատակը, ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Բաքվի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածներ կան։
Երեք գիշերը կրակոցներ են հնչել Զովունի գյուղի սկզբնամասում, մեկ մարդ է վիրավորվել, կրակողը ավտոմեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի, ապա դիմել փախուստի։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրեզենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում եւ ի վիճակի չէ բացատրություն տալ։ Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են կրակոց արձակողին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, ասում էին, որ այստեղ է կրակոցը տեղի ունեցել, կրակողն էլ նշված այս սև ավտոմեքենայով է եղել, ով այնուհետև դիմել է փախուստի։ Նշված ավտոմեքենայի վարորդն է, ասում են կրակոցներն արձակել։ Վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է ոտքի հատվածում, դեպքի փաստով Նայիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ իմ տեղեկություններով խուլիգանություն կամ սպանության փորձի հատկանիշներով։ Հերթական ողբերգական հրաձգությունը Միացյալ Նահանգներում Ռոդ Այլենդի Փոթաքեթ քաղաքում հոկեյի խաղի ժամանակ հրաձգություն է սկսվել, տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել 3 երեխայի եւ ինքնասպան եղել։ 4 վիրավոր հոսպիտալացվել է, միջադեպը տեղի է ունեցել Սառցադաշտում, երբ մեկնարկել էր դպրոցական թիմերի հոկեյի խաղը։ Ողբերգության պատճառները դեռևս անհայտ են, ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։ Իտալացի օդաչու կասկադյոր Դարիո Կոստան դարձել է աշխարհում առաջին մարդը, որ մոնոպլանով վայրեջք է կատարել շարժվող գնացքի վրա։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է. ՔՊ երրորդյան երկուսակցական ընտրություններից հետո կանանց ցանկում 5-րդ ցուցանիշը գրանցած Լիլիթ Մակոնցը վերջերս ընկերական շրջապատում անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի դերում։ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Մակոնցը, որն իշխանափոխությունից առաջ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել, իսկ իշխանափոխությունից հետո Իմ քայլը խմբակցության քարտուղարներ, աչքի է ընկնում մեղմ բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։ Իհարկե վատ չէ, որ Խողթիմում նման վստահություն եւ ախորժակ ունեն, որ ընտրություններից հետո իրենք կրկին իշխանություն են լինելու, բայց հարցն այն է, որ եթե անգամ այդպես լինի, ապա Մակոնցը չի ձգի այդ պաշտոնին եւ քաղաքական խոսք ու ճկունություն ունեցող տեխնացու է պետք։ Իդեպ մյուս հավակնորդները Հայկ Կոնջորյանն ու Ռուբեն Ռուբինյանը ոչ միայն Մակոնցից, այլ նաեւ գործող խոսնակ Ալեն Սիմոնյանից շատ ձայն են ստացել, սակայն դեռ ցուցակի կազմման երկրորդ փուլ կա, որտեղ առաջին 50 տեխնացուների շրջանակը նորից է քվեարկության դրվելու։ Արդեն տեղերի հերթականությունը որոշելու համար։ Հրապարակը գրում է. ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի։ Երկրորդ մասում ազգային փոքրամասնության երկուական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի եւ տեխնացուն գործող падգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Տեղեկացնենք նաեւ, որ ռուսական համայնքից երկրկին գործող падգամավոր Ալեքսեյ Սանդիկովի տեխնացությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների տեխնացուների հարցը։ Մի բան պարզ է, որ կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։ Հիշեցնենք 2021 թվականի արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին։ Ասորական համայնքից падգամավոր Արսեն Միխայելովը նշանակվեց վարչապետի օգնական։
Նույն աղբյուրը գրում է. տևական դեգերումներից հետո ՔՊ-ում 3 վերջապես նշանակվեց ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնում միակ առաջադրված տեխնացու Վանաձորցի Վանիկ Օհանյանը։ Առաջիկա քարորյանիստին հարցը կմտնի օրակարգ, փակ, գաղտնիք վեարկությամբ կհաստատեն տեխնացուին, որը մի քանի ամիս կաշխատի մինչև այս գումարման ավարտը։ Նախորդ շաբաթ ՔՊ-ն կրկին նույն պաշտոնի տեխնացուի ընտրություն էր կազմակերպել, բայց առաջադրված 2 տեխնացուներից ոչ մեկը բավարար ձայներ չէր հավաքել։ Ոչ Վանիկ Օհանյանը, ոչ Տրդատ Սարգսյանը։ Նկատենք, որ այդ հանձնաժողովին նախագահ չի գալիս։ Հռիփսի Մեհունանյանը հարկադրաբար հեռացավ մի անզգույշ հայտարարությունից հետո, իսկ նրանից առաջ էլ Նարեկ Զեյնալյանն էր, որին Փաշինյանը SMS-ով ազատեց, հերթը Վանիկ Օհանյանինն է։ Իդեպ Օհանյանը ՔՊ ցուցակի աութսայդերներից է, 204-րդ տեղում է, 62 քվեով։ Մակրոնը վազքի է դուրս եկել Հնդկաստանի Մումբայի քաղաքում, ահա կադրերը։ Չինաստանում վաղը կսկսվի հրեձյու տարին, նոր տարվա տոնակատարություններն ավանդաբար ավելի քան 2 շաբաթ են ձգվում։ Մարիա Զախարովան Չինարենով է շնորհավորել հրեձյու տարվա մեկնարկը։ 期待与你们共襄盛举，同庆佳节，马年快乐！ Իսկ Վիետնամում յուրօրինակ հրավառությամբ են դիմավորել չինական տոնացույցով նոր տարին։ Երկու ամսվա բացակայությունից հետո Նեյմարը վերադարձել է խաղադաշտ։ Փոքրիկ երկրպագուները նրան ջերմ են ընդունել։ Եվ եղանակ առանց ստեղումների եղանակ է սպասվում, ջերմաստիճանը 5 նիշ կնվազի։ Հետևեք Անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։